չուզողներին ի հակառակ ես կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները այդ դեղերի գումարները մի կողմ դնեն եւ առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից կամ գուցե օգոստոսին, աշնան, սեպտեմբերին, երբ որ սեզոնը այդպես ակտիվ չի, եւ այո, սկսեն ճամփորդել, որովհետեւ ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել։ Մենք ընդհակառակը հիմա մենք հետադարձ հիպոթեկի մասին օրենքը երբ որ ընդունենք, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ եւ շատ ավելի վստահ կարող են ճամփորդել եւ ես մեր թոշակառուներին կոչ եմ անում չլսել այդ չուզողների ձայները, որոնց կանխավարկածն է, որ թոշակառուն թոշակի տարիքի անցավ պետք է տանը նստի, առավելագույն շարժման միջավայրը այդ բակն է եւ բակի զրուցարանն է եւ այդպես շարունակ։ Ոչ, սիրելի թոշակառուներ, հենց իմ նշած 150,000 մարդ այս տրամաբանության մեջ գտնվող այսօր Հայաստանում կա, ելի եմ ասում, որ նախկինում 30, 40, 50,000 դրամ ծախսում էր դեղերի վրա, հիմա առողջության ապահովագրությունը մասամբ կամ ամբողջությամբ այդ ծախսերը հոգում է եւ այսօր Հայաստանում կարելի է 2, 3, 5 եվրոյով ավիատոմս գնել, իհարկե այստեղ նաեւ անհրաժեշտ է որոշակի հմտությունների տիրապետել on-line տոմս գնելու եւ մենք կարող ենք մտածել այդ մասին արդեն այո սա շատ կարող է մեր նախորդիվ պատմության դիտանկյունից շատ տարօրինակ հնչում, բայց ես մեր այդ խմբի բոլոր թոշակառուներին կոչ եմ անում անպայման մտածել այդ մասին